ծնողական սխալներ, որոնք կարող են երեխաների անինքնավստահության կամ հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ, որոնք են դրանք։ Ես էլ եմ ունեցել իմ ծնողների հետ կոնֆլիկտներ, բայց իրենք շատ ավելի քիչ էին, որովհետև ամեն երեխան առաջի հերթին իր ժամանակի երեխան է, հետո նոր իր ծնողի դա դժվար է հասկանալ։ Նա ասում է խայտարակ նախադասություն կա, ես իրան պիտի կոտրեմ, չէ, երեխային չի կարելի կոտրել, որովհետև հետո նա մեծանալով իր հետ մեծանում է նաև այդ կոտրելու հատկությունը, որը իրեն մեջ մտցրած է, եւ նա կոտրվում է հետո ցանկացած ուրիշ բաներից։ Համարվում է, որ մեր բոլոր խնդիրները մենք հավաքում ենք մինչև 7 տարեկան հասակը։ Ինչպես ճիշտ դաստիարակենք, եթե մենք առաջ հանգիստ ասում ենք, որ ամեն երեխան իր ընտանիքի հայելին է, ինչպիսին ընտանիքն է, այդպիսին է։ Երեխան է, հիմա մենք դա չենք կարող 100%-ով հաստատել, որովհետև երեխան մեծանում է ինֆորմացիայի ներքո, ինքան տարբեր ինֆորմացիաներ է ստանում։ Օրինակի համար 6 տարեկան երեխան խաղում է իր խաղիկները, գալիս են տարբեր ռեկլամներ, աղջիկ տղա համբուրվում են, աղջիկ համբուրվում են, տղա համբուրվում։ Երեք մենք դրա մասին ենք խոսում այցելուից հետ, ասի դե IT ոլորտի մասնագետի դիմի, որ նա քեզ օգնի, որ այդ առանց այդ կամ էլ մի հատ տեսեք ինչ ուրիշ խաղեր կա, թող ուրիշ խաղեր։ Եվ երեխան դժգոհում է, ասում է. «Մամա, ես չեմ ուզում սա նայել»։ Տեսեք ինչ է կատարում։ Հիմա այդ երեխան ով է իրեն դաստիարակում, ծնողը թե ժամանակը, քանի որ ծնողն էլ իր ժամանակի երեխան է եղել, նա այս ժամանակների մեջ շատ հաճախ ծնողները ասում են. «Ես ո՞նց արեմ, ես ինչ անեմ, ես ո՞նց դաստիարակեմ»։ Այսօր դա մեծ խնդիր է։